Իմ էջում մնացած բաժանորդներ ձեզ ամեն օր կասեն բարև, ու լավ կլինի, որ ձեր նամակներով շարունակ ցույց տաք արև, և ձեր անհասկանալի ատելությունն ա, որ բաժանում ա ձեզ ինձանից, երևանցի, արցախցի, գյումրեցի և տարբեր հայ քաղաքացի, երբ թեմաներ էր են վաղտ, թեմա սարքողներին օգնելն էր ձեր անարդար արարքը, ու տարբերություն չկար թեմաների ժամանակ, թե արդարը մեղադրողներից որեորդն էր, ու մեկ է ձեր անարդար արարքներից հետո իմ էջի անունը արդար բարերով երգեր ա, ու միշտ էլ այդպես էլ կմնա, ու թե արդյոք մոռացել եք ձեր ընկերական օրերին իմ արդար բարերով ձեզ ինձ ճիշտ ճանապարհ եմ ցույց տվել, բայց ցավոք ուրիշ մեկը ձեր խելքը գրավեց, և ձեզ սխալ ճանապարհ ցույց տվեց, հիմա որ իմ էջում լինեիք, կիմանաք լիքը ճիշտ ճանապարհներ ահագին, ոչ թե թազա ընկեր գտնեիք ու կեղծ ընկեր լինեիք, և շարունակ օգտագործեիք ձեր ընկերական նամակները հին, իմացեք, որ իմ արդար բառերը ձեզ չի ներում, որ այդպես շարունակ կեղծ ընկեր եք եղել ուրիշ էջերում, ու եթե մի օր ձեր կեղծությամբ նեղն ընգաք, իմացեք, ձեր թազա անծանոթ գտած ընկերը մենակ կարա օգնի, մեկ նամակ գրում են ախպեր, մեկ էլ իրենց ախպեր նամակը տեսնում ենք տարբեր էջերում տարուբեր, մեկ ասում են միշտ հետդ եմ, ու մեկ էլ միշտ վիրավորական նամակներ, մեկը արդարին մեղադրելով ա ապրում, ու այդպես էլ իրենց անարդար արարքներն են թաքցնում, էջում թեմա սարքում են ամեն պահ, ու պետք է ուշադիր պահել ամեն գահ, այս ամենը ասում եմ նրանց, ովքեր յութուբում իրենց դարձրել են թագավոր, ու ասեմ մի վատ լուր, ձեզ ամեն պահ կարան շախ և մատ անեն ամեն զինվորով, շատերը յութուբում իրենց արքաներին խաղացնում են ոնց ուզում են, դե բա տենց արդար ոնց կլինի, ամեն պահ կարա էս ըլնի, էն ըլնի, ընկերական նամակները սևագրում են, ու իրենց գտած ընկերությունը սևացնում, և իրենց սևագրած նամակների շնորհիվ են թազա ընկեր գտնում, խելացի կյանքի ապացույցները վերացնում են, ես էլ հարցնում եմ նրանց, թե ինչու եք ձեր խելացիության կյանքին այդպես վարվում, և մենակ ասում են, որ ճիշտը էդ ա, ու ցավոք պարզվում ա, որ այդ ասողը խելացիության մեծ վարպետ ա,